Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, այսօր աշխատանքային օր է, եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Մինչ մամուլի հրապարակումներին անցնելը, հիշեցնեմ, որ դուք Patreon համակարգով կարող եք աջակցել մեր աշխատանքին, Patreon-ի լինքը կարող եք գտնել տեսանյութի տակ կամ էկրանի ձախ անկյունում, ինձանից ձախ անկյունում QR կոդի տեսքով։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աջակցել են մեզ։ Եվ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Արցախցիների եւ ոչ միայն նրանց համար անհասկանալի է մնում, ինչպես կարող էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համագործակցել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք գրել էինք, որ նրան սպառնացել են զրկել ծառայողական բնակարանից, որը տրամադրել էր որպես զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։ Շատերին այս վարկածն անհավանական է թվում, միթե կարելի է մեկ բնակարանի համար նման դավաճանության գնալ։ Պատմում են, որ միայն բնակարանը չէ հարցը, այլ Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել։ Նրան ճանաչողները պատմում են, որ նա երբեք քաջությամբ աչքի չի ընկել, օրինակ 89-ից 94 թվականներին, երբ եղել է Ամարասի վանահայրը, կռվի թեժբահերին ժողովրդին թողել փախել է։ Ամարաս ձորակի բնակիչներից մեկը պատմեց. կռվի թեժբահերին փոխանակգար զորքին դուխ տար բնակիչներից մեկը նա անհետացել է։ Անգամ երբ տեղյակ եմ եղել, որ Ամարասը մեր լիակատար վերահսկողության տակ է, նա տևական ժամանակ եկեղեցի չի վերադարձել, իսկ հեռանալիս էլ իր հետ տարել է եկեղեցական սպասք, խնկաման, խաչ եւ այլն։ Հրապարակ օրաթերթը գրում է. նախորդին գրել էինք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած ՀԱԿ-ում քաղաքական ուժերի հետ անցկացրած կոնսուլտացիաներից հետո եկել են այն եզրահանգմանը, որ միայնակ են մասնակցելու 2026 թվականի ընտրություններին։ Միևնույն ժամանակ բաց են համագործակցության համար այլ ուժերի եւ անհատների հետ։ ՀԱԿ-ում կարծում են, որ եթե միավորում, ապա իրենց առանցքի շուրջ։ Կուսակցությունն ուրբաթ օրը Holiday Inn հյուրանոցում նախատոնական միջոցառում է անցկացնելու, որի ընթացքում կոնգրեսը կհայտարարի 2026 թվականի ընտրություններին մասնակցելու ձևաչափի եւ վարչապետի թեկնածուի մասին։ Որոշ տեղեկություններով ձևաչափը միայնակ մասնակցելն է, իսկ վարչապետի թեկնածուն ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Փորձեցինք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանից, սակայն նա հարցը լսելուն պես հանկարծակի եկավ ու պատասխանեց. Չեղավ, ապա հորդորեց մասնակցել միջոցառմանը, որտեղ ամեն բան պարզ կլինի։ Իհարկե, բավական տխուր իրավիճակ կստեղծվի 2026-ի ընտրություններից հետո ՀԱԿ առանձին մասնակցության պարագայում, այն էլ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ։ Ես հիշեցնեմ, որ 2021 թվականին, երբ Տեր-Պետրոսյանն էր գլխավորում ցուցակը, դոգի չափ ձայն ստացան, հիմա Լևոն Զուրաբյանը կարող է լրիվ խայտառակ պատկեր ապահովել ՀԱԿ-ի համար։ Եվ դա երևի թե կլինի ՀԱԿ-ի վերջին ընտրությունը։ Փաստ օրաթերթը գրում է. անցած շաբաթ տեղի ունեցավ Փաշինյանի կողմից վաղուց եւ պաթոսով հայտարարված հարձակումը Մայր տաճարի վրա։ 10 հոգևորական, որոնց ԿՊ-ն մեծ դժվարությամբ էր հավաքագրել, նույն այդ 10 թիվը չի աճում, չնայած իշխանությունների տիտանական ջանքերին։ Ուժայինների ուղեկցությամբ եկան Մայր տաճար, որտեղ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն մատուցում էր Սուրբ Պատարագ։ Քարոզչական ԶԼՄ-ների հայտարարություններին հակառակ նրանց ոչ մի հավատացյալ չէր ուղեկցում, միայն տեսախցիկներից թաքնվող քաղաքացիական հագուստով ուժայիններ։ Վերջիններից հովանու ներքո տիրադավերը փորձեցին ինչ-որ բան գոռալ մեգաֆոնով, սակայն հավատացյալների բազմությունը վանկարկելով հուդաներ թույլ չտվեց նրանց խոսել։ Հավատացյալների ճնշման տակ սադրիչները ստիպված եղան նահանջել։ Այդ ամբողջ ընթացքում տաճարից անխափան հնչում էր կաթողիկոսի ձայնը, որ մատուցում էր պատարագը։ Շատ ականատեսներ նշում են, որ ձևավորվել էր հստակ տպավորություն, ուժայինները ոչ միայն ապահովում էին այդ 10 տիրադավերի անվտանգությունը, այլև կատարում էին մեկ այլ խնդիր՝ պարտադրել այդ հոգևորականներին մասնակցել այս ակտիվությանը։ Սա խայտառակ իրավիճակ էր իհարկե, բայց մյուս կողմից էլ լուստրացիա է, սրանից լավ լուստրացիա չէր կարող լինել, միջև այդ այսպես առնական տղամարդու կամ կամք ունեցող մարդու դիմակի տակ օրինակ թաքնված Կճոյանը խայտառակ իրավիճակում հայտնվեց, փաստորեն ոստիկանների թելադրանքով բերվեցին Մայր տաճարի տարածք, հետո այսպես հեռացվեցին այնտեղից գազելով։ Շատ նման էր իրավիճակի, երբ
հանրապետականների ժամանակ, Նիկոլ Փաշինյանի արդեն ոչ աղջիկ ժամանակ, 21 թվականի ժամանակ, երբ բանից անտեղյակ մարդկանց որպես զուտ գլխաքանակ միկրոավտոբուսներով տարբեր տեղեր էին տեղափոխում։ Հարավակ կլինի, Քայլերթ կլինի, այդ մարդկանց համար էական չի, իրան գլխաքանակ ապահովողն են։ Հիմա այս հոգևորականներն էլ փաստորեն այդ դարձել են գլխաքանակ, թեմերի առաջնորդների կարգավիճակը թողել են ըստ էության եւ դարձել են Նիկոլ Փաշինյանի համար հակաեկեղեցական արշավի գլխաքանակ ապահովող։ Փաստոր աթերթը գրում է. «Իզուր չեն ասում, որ իսկությունը կամ տան փոքրից կիմանաս կամ անստապ վիճակում գտնվողից։ Հասկանալի է, այս դեպքում փոխաբերական իմաստով ՔՊ-ի տան փոքր սատելիտներից մեկը հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել։ Ահավասիկ հմեկին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է. «Ես միանշանակ հենց այդ կարծիքին եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է եւ այդ օղակը քանդել է պետք միանշանակ։ Նախ, որպեսզի ՔՊ-ական մտքի տիտաններին ու կռուտիտի քանքարներին ձերբազատենք այլ եւ այլ ոլորումներից, դասական տրամաբանության դիրքերից վերլուծենք արված հայտարարությունը։ Չնայած վերլուծելու բան էլ չկա, այնքան որ ակնհայտ է ասում, հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի հետ կապող օղակն է եւ միանգամից պետք է քանդել այդ օղակը», գրում է Փաստոր աթերթը։ Երեք ես իմ Facebook-յան էջում անդրադարձել էի Արամ Զավենովնայի այս հայտարարությանը։ Նկատենք, որ նա փաստորեն կանգնած է մի շարքում եկեղեցու դեմ ընթացող գործընթացների շրջանակում մարդկանց հետ, մասնավորապես Կոյրուն անունով մի նախկին հոգևորական կա, ով համարում է, որ վեհապարի ընտրությունը կեղծված է եւ այդ կեղծողը Վազգեն Սարգսյանն է եւ ով հայտարարել է հրապարակային կարող եք Facebook-յան էջում նայել այդ տեսանյութը արդեն հայտարարել է, որ Վազգեն Սարգսյանի սպանությունը դա Աստծո հրաշքն էր, որպես պատիժ վեհապարի ընտրությունը կեղծելու համար։ Ահա այսքան ընկել է Արամ Զավենովնան, մյուս կողմից իր համար կա միակ մի արժանիք, դա փողն է։ Հիմա փողը տալիս են, իսկ փող տվողների մոտիվացիան հասկանալի է։ Իմ գնահատմամբ փող տվողները շարունակում են այսպես ողակալ ատել Վազգեն Սարգսյանին եւ նաեւ վրեժ են լուծում Վազգեն Սարգսյանից, պահելով իր եղբորը այս դիրքում, այսքան կռացած, կզած, ստորացած Նիկոլ Փաշինյանի առաջ օգտագործում են ակտիվորեն եւ օգտագործելով Վազգեն Սարգսյանի եղբորը, որը քաղաքական դաշտում ընդ որում նկատենք հայտնվել է Վազգեն Սարգսյան սպանության պատճառով։ Այսինքն Արամ Զավենովնան մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ով էր։ Ինչ որ ցեմենտի գործարանի տապալված կառավարիչ։ Այդ ցեմենտի գործարանն էլ պապուց ժառանգություն չէր ստացել խորհրդային միության, խորհրդային Հայաստանի գույքներ, որ իրենց ընտանիքը իրենցով էր արել։ Ցավալի է, բայց դե փաստ է, ինչ ասենք։ Հրապարակ թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար ԿՊԱ-ական նախկին ԿՊԱ-ական ներողություն Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց իր կուսակցին Տիգրան Մակարյանին ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու համար։ Նախկին թաղապետը մեծ այդ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին ասաց. «Չեմ կարծում լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթև մարմնական վնասվածք չունի, եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու»։ Այսինքն միայն չափալախելու համար 2 ամիս բանտային կալանք եք կրել։ 2 ամիս կալանքը ըստ մեկնաբանման բացառապես նրա համար էր, որ պատգամավորներին, ԿՊԱ-ական պատգամավորների մասին է խոսքը, կամ նույն անձին նորից չծեծեմ կամ որևէ գործողություն չանեմ։ Իմ վրա արգելք կա, որ ես պատգամավորներին չծեծեմ, հանկարծ չգնամ հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ, ասել է այս ԿՊԱ-ական նախկին ԿՊԱ-ական նախկին թաղապետը։ Ես ասեմ, որ հավուր այսպես արժանի պատիժ է ստացել Ռազմիկ Մկրտչյանը, նա ՔՊ-ի համար, եթե հիշում եք 2023 թվականի ավականու առաջին նիստերին Երևանի ավականում տանում էր նույն դերը, ինչ Շմայսը նախկինների ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ցույց տվեց, որ դու այս մարդն ես, մենք պիտի ասենք դու ծեծես, ոչ թե որոշես, որ դու էլ ինքնակամ կարող ես ինչ որ մարդկանց ծեծելու որոշումներ կայացնել։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԵԿՄ նախագահ Սասուն Հրապարակ օրաթերթը գրում է.
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախորդին այո է ասել, նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում որպես падգամավորի թեկնածու։ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։ Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որևէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել, եթե պետք լինի կհրաժարվես մանդատից, հրամանատար։ Միքայելյանը պատասխանել է. «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ не так дорогой», որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Չնայած ՔՊ-ում որոշ խմբեր տևական ժամանակ կատաղի պայքար են մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ, սակայն նախորդին ՔՊ վարչությունը գրանցել է նրա թեկնածությունը ՔՊ հաջորդ պարլամենտի թեկնածուների թվում։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահան նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացրել է անկուսակցականի կարգավիճակում եւ պետք է 1.5 միլիոն դրամ վճարի Օփշակին։ Նրան երաշխավորել է ԱԺ-ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Անկուսակցականների դեպքում երաշխավորությունը պարտադիր պայման է, իշխող ուժի սահմանած կանոնների համաձայն։ Սակայն թե որ հորիզոնականում կհանգրվանի Անդրանիկ Քոչարյանը, որքանով այդ հորիզոնականն անցողիկ կլինի, պարզ կդառնա միայն ՔՊ համաժողովից հետո, երբ ավելի քան 1000 պատվիրակների քվեարկության արդյունքում կձևավորվի նախընտրական ցուցակի հերթականությունը։ Պետեկամուտների կոմիտեից հաստատում են. Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը Շիշա World-ն է։ Այս ընկերության 100% բաժնետերը ըստ ռեգիստրի կայքի Սամվել Մկրչյանն է։ Լրատվամիջոցները գրում են, որ 24-ամյա Մկրչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրչյանի եղբորորդին է։ Իդեպ, համաձայն ընտրողների ռեգիստրի Մկրչյանը հաշվառված է Հյուսիսային պողոտայի 6-րդ շենքի 37-րդ բնակարանում, նույն հասցեում, որտեղ գրանցում ունի նաև Ալեքսանյանի որդիներից Գրիգոր Ալեքսանյանը։ Ահա այսպես մենք տեսնում ենք, թե ինչպես է նախորդ ռեժիմի, նախորդ իշխանության ժամանակ պետության հաշվին հարստություն դիզած մարդիկ շարունակում նաև այսօր հարստություն դիզել։ Սամվել Ալեքսանյանը ֆենոմենալ կերպար է այդ առումով, նա իրեն ձուկը ջրում էր զգում նախորդ իշխանությունների ժամանակ, հիմա ընդհանրապես դարձել է այս օվկիանոսի շնաձուկը, հա, իրեն շատ լավ է զգում, անխոցելի շնաձուկ, եւ վերջերս դուք գիտեք կառավարության նիստերից մեկի ժամանակ որոշում կայացվեց 60 միլիոն դոլար նվիրել Սամվել Ալեքսանյանին, կամ ավելի ուղիղ ասված թույլ տալ նրան այդքան հարկ չվճարել պետությանը։ Ենթադրում եմ, որ սա կարող է նաև դրա հետ կապ ունենալ։ Ալեքսանյանը այն գործարարներից մեկն է, որը համաձայնել է բենզին ներկրել Ադրբեջանից եւ որպես պարգևատրում 60 միլիոն դոլար են տվել, ասել որ եթե դու ադրբեջանական բենզին ես բերում, պարգևատրում են քեզ։ Մյուս գործարարը արդեն մամուլը գրել է, ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է, որ բենզին է ներկրել Ադրբեջանից։ Վաղարշաբաթ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին առաջադրված քրեական վարույթի նախաքննություն ավարտվել է եւ գործն առաջիկա օրերին կուղարկվի դատարան։ Հետքի աղբյուրների փոխանցմամբ դատարան է ուղարկվում Դիանա Գասպարյանի, ամուսնու Արամայիս Միրզոյանի, սկեսրոջ Աշոտ Միրզոյանի եւ Արաքս համայնքի ավականու անդամ Շահեն Շահինյանի մասը։ Դիմել ենք նաև հակակոռուպցիոն կոմիտե, սակայն տեղեկություններ դեռ չեն փոխանցել, գրում է հետքը։ Նշենք, որ Դիանա Գասպարյանը մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Հիշեցնենք, որ քրեական վարույթի հիմքը եղել է հետքի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի հրապարակումը։ Գրել էինք, որ վաղարշաբաթ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքին Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Այդ նպատակով գործընկերների օգնությամբ ձեռք է բերվել համայնքային հողատարածք եւ չսպասելով շինթույլտվությանը հողային եւ բետոնային աշխատանքներ են կատարվել։ Շատերը երեք իրենց հարց էին տալիս, թե ՔՊ-ն կամ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանն ինչու է պատժում Դիանա Գասպարյանին։ Պատճառներ էին ման գալիս, հատկապես իհարկե պատճառները հետաքրքիր են այն ֆոնին, որ Դիանա Գասպարյանը միակ կոռուպցիոներ ՔՊԱ-կանը չէ, մամուլում տասնյակ այլ հրապարակումներ են հայտնվել այլ ՔՊԱ-կանների մասին, ընդ որում շատ ավելի մեծ ծավալի կոռուպցիայի մասին է խոսքը, բայց այդ մարդկանց նկատմամբ արագ նման որոշումներ չեն կայացվել։ Իհարկե հայտարարում են նախաքննություն կա, ստուգումներ են իրականացնում։ Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ պիտի կրկնվեմ, Փաշինյանը որևէ ՔՊԱ-կանի վերաբերյալ քրեական գործեր չի փակում, բայց միևնույն ժամանակ շատ արագ էլ գործընթաց տեղի չի ունենում։ Բոլորի հետ կապված գործերը ուսումնասիրվում են,
նախաքննություն է ընթանում, որոշ դեպքում գուցե քրեական գործեր էլ լինեն, բայց դրանք անվտանգ քրեական գործեր են մինչև այն պահը, երբ այդ մարդը հատում է կարմիր գծեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իսկ Դիանա Գասպարյանը մինչև այս կոռուպցիոն պատմությունն էր կարմիր գծեր հատել, եւ ես վստահ եմ, որ հենց այն ձայնագրությունը, որը մենք հիմա կվերահրապարակենք, ժամանակին մամուլում եղել է, այս ձայնագրության հետ է կապված եղել Դիանա Գասպարյանի նկատմամբ, Գրիգորյան ասցի ներողություն, Գասպարյանի նկատմամբ այս պատժիչ գործողությունը։ Պատճառն այն է, որ Դիանա Գասպարյանը այն եզակիներից էր ԿՊ-ում, որ փաստորեն 2021-ին համարել է, որ Փաշինյանը պիտի հեռանա, ավելին իր համար թեկնածու է եղել Սուրեն Պապիկյանը, եւ Փաշինյանին նա փաստորեն հոգեկան անհավասարակշիռ կամ գիժ էր համարել։ Խնդրեմ, լսենք ձայնագրությունը եւ ամփոփենք այսօրվա եթերը։ Ձյան, ես խնդրում եմ հանգիստ ցավոտ տանեմ։ Հիմա հանգստացի, որևէ բան չգրես։ Որևէ բան հիմա չգրես։ Մնացածը հետո։ Նրան բան գրել տան, քեզ մունջանենք, ինչ անենք, լես սպասի էլի։ Մի հատ բան ասեմ, ես մարդկայնորեն իսկականից մանավանդ այդ պարտությունից հետո հազարապատիկ ավելի իր հետ էի, լուրջ եմ ասում։ Բայց հիմա հասկանում եմ, որ բանում պետության ինքը պետք է գնա, թող թիմից ուրիշին, թող քեզ ընտրեն, ամենաանկալելի մարդն ես, ամենաբարձր ռեյտինգով, որպեսզի այս обстановкեն разрядиться լինի, թե չէ սենց չի լինի։ Իրան տարել է արդեն ինքն էլ երևի իր հոգեկանը արդեն չի դիմանում, իր նյարդերը տեղի են տվել։ Թող գնա իսկականից հանգստանա, չի լինի էլ սենց։ Ցավոտ տանեմ, իմ խնդրանքը, բայց կատարում ես, չէ, մնացածը կխոսան։ Ինքը առավոտ կայունանա, նորմալ կլինի, վերջ։ Տեսակ մենք մոռանում ենք, որ մենք հեղափոխություն արած թիմ ենք, հասկանում ես, լավ ես չէ, դուք այդքան ակունքներում եք եղել, դուք ձեր արժեքների համար այդքան զրկանքներ եք գրելու, պայքարել եք, ինքը մոռանում է, որ ստեղ արժեք ունեցող, սկզբունք ունեցող մարդիկ են, չի կարելի այդքան վրեքներով անցնել, ամեն անգամ սեփական էմոցիաները չտիրապետելու պատճառով։ Իսկ սենց այս սրանք իրոք զոմբիներ են, ինչ է նշանակում ինքնամաքրվում ենք, հիմա ազնիվ մարդիկ են, որ էլ չեն կարում ուժ գտնեն իրանց մեջ մնան։ Ձյան ջան, ցավոտ տանեմ, ուժ գտի այսօր որևէ բան մի անի, առավոտ իր հետ խոսենք, հա։ Հիմա ես էլ եմ սպասում, որ առավոտ իր հետ խոսեմ, ու բոլորն են սպասում, որ առավոտ իր հետ խոսեն։ Բին նյարդերը, Տարեկ ջան, լավ։ Այսպես դուք լսեցիք ձայնագրությունը, ես վստահ եմ, պատճառ ունեմ այդ վստահությունն ունենալու, որ Դիանա Գասպարյանը պատժում է ոչ թե կոռուպցիայի մասնակից փողերի լվացման, հա, համայնքային գույք իրենով անելու համար, այլ պատժվում է, որտեղ նման շատ կպականներ կան, ամուլում տասնյակ հրապարակումներ կան կոռուպցիոն պատմությունների մասին, այլ պատժվում է կոնկրետ այս ձայնագրության համար։ Այո, մի քիչ ուշ Նիկոլ Փաշինյանի վիճակը կայունացավ 23 թվականից հետո եւ պարզվեց, որ Դիանա Գասպարյանը պիտի թողնի եւ Վաղարշաբաթի համայնքի ղեկավարի պաշտոնը եւ նաեւ անցնի քրեական գործով։ Այսօր այսքանը, կհանդիպենք եկող շաբաթ եւ եկող շաբաթ երևի թե կլինի մեր այս տարվա վերջին 1-2 մամուլի տեսությունը, որից հետո կհանդիպենք 2026-ին տեսություն։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48